Բարև ձեզ բարեկամներ, ես մեծ հաճույքով ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր ինչպես միշտ Փակ TV-ի հետ են եւ դիտում են մեր հաղորդումները։ Հարցնում են թե ինչու Փակ եւ նորից եմ ուզում բացատրել, շատ բարձ, որովհետեւ սա փաստերի, անակնկալների, կարծիքների հերոստալիք է, այսինքն Փակ TV ապավում, թե չէ մենք զարմանում են Փակ, բաց, կապ չգիտեմ ինչ։ Այո, ապավում է, սովորական ապավում, որը նշանակում է Փակ TV, եւ ահա այսօր այդ Փակ TV-ում մենք փորձելու ենք մեր փակագծերը բացել միազնավորության առջև, ում անկասկած ձեզանից շատերը շատ լավ ճանաչում են, ով պետք է ասեմ, որ ցավոք այսօր է միայն գալիս Փակ TV, իսկ մինչ այդ տարբեր հերոստալիքներում մենք նրա հետ հանդիպել ենք։ Խոսքս մեր անչափ հանրաճանաչ միազնավորության մասին է, Օրորանի հիմնադիր հասարակական հանրային գործիչ Արմինե Հովհաննիսյանի մասին է, նա մեր տաղավարում է, բարև ձեզ։ Բարև պարոն Ղուշյան։ Տիկին Արմինե, մենք որքան էլ կարող է զարմանալի թվալ, 25 տարի առաջ, երբ ականատես եղանք Օրորանի հիմնադրմանը, չէինք էլ մտածում, որ այսքան արագ կանցնի ժամանակը։ Հիշում եք 2000 թվականին Օրորանը կյանքի կոչեցին։ Եվ ինչ հաջողությամբ կարողացաք այն հասցնել 25-ամյակին։ Այո, պարոն Ղուշյան, ճիշտ է։ Ով կմտածեր, առաջինը ասեմ, որ շատ ուրախ եմ այսօր լինելու, որովհետև դուք զուտ հարցազրույց անող չեք այսօր, դուք Օրանի շատ լավ բարեկամ եք, որտեղ առաջին իսկ օրվանից եղել եք Օրանի կողքին, լուսաբանել եք եւ ձեր ներդրումն եք ունեցել այդ առումով Օրանի առաքելությանը։ Այո, 25 տարի առաջ չպիտի մտածեինք, որ մենք պիտի Սուրիայից հայ մարդիկ ունենանք, որ մեր կարիքը պիտի ունենան արտագաղթողներ, պիտի Արցախից ունենանք, եւ որ մեր առաքելության այսպես ծիրերը պիտի բացվեն, այսքան լայն դառնան եւ այսօր կարող ենք, չգիտեմ, հպարտանանք, թե տխրենք, որ 30,000-ից ավելի անհատների ենք օգտել տարբեր ձևերով այս տարիներին։ Տխրում եմ, որովհետև Երանի, որ այդ մարդիկը մեր կարիք չունենային։ Ուրախանում եմ, որ քոնե այդ մարդիկը, որ օգնության կարիք են ունեցել են մի դուռ, որ կարող էին թակել եւ այո, չէին կարող ստանալ այն ամեն ինչ, որ ուզում էին, բայց գիտեին, որ մի դուռ կա, որ իրենք կարող են գալ, թակել եւ իրենց քոնե կլսեն եւ մի փոքրիկ օգնություն կտան։ Իհարկե, Օրորանը դա բացառիկ այսպես կառույց էր, ես պիտի ասեմ, որ երբեք չեմ մոռանա, թե մարդիկ ինչ հավատով են, հատկապես այն տարիներին գալիս Օրորան, որտեղ ամեն մեկը ներսում փափագում էր մի այսպիսի զգացմունք, որ Օրորանը գոնե ինձ այս դժվարին պահին կօգնի եւ Օրորանը օգնում էր։ Այս վերջին միջոցառմանը 25-ամյակի նվիրված, նորից մեծ թվով հյուրեր ունեիք աշխարհի տարբեր երկրներից։ Միգուցե այդ մասին ովքեր էին։ Գիտեք, Օրանի մի այսպես կախարդական աուրա ունի շուրջ, որ մարդկանց մագնիսի պես հավաքում է եւ այդ մարդիկը լինում են աշխարհի տարբեր ծայրերից եւ պետք է ասեմ, որ ես նույնիսկ զարմացա, երբ որ հրավեր էի ուղարկում 25-ամյակի առիթով մեր տարբեր դոնորներին աշխարհով մեկ սփռված, չէի սպասում, որ այդքան մեծ քանակով մարդիկ հատուկ այդ օրը ներկա կլինեն, բայց եկան եւ Ֆրանսիայից, եւ Միացյալ Նահանգներից, եւ Դուբայից, եւ Ռուսաստանից, տարբեր Մեքսիկոյից, տարբեր մարդիկ եկան այդ օրը տոնելու մեզ հետ։ Մարդիկ եկան իրենց ամուսիններով, կանանց, իրենց ընտանիքներով, դուք ականատես եղաք մի ամբողջ ընտանիք, որ իրենց 4 երեխաներով էին եկել հատուկ այդ օրվա համար, եւ սա գիտեք ոչ թե միայն ինձ ուժ տվեց, այլ նաեւ ինձ պարտադրեց, որ ես պետք է շարունակեմ իմ առաքելությունը, որտեղ այսքան լավ մարդիկ են հավաքվել մեր շուրջը։ Եվ իսկապես մեկ շատ մեղավոր եմ զգում, որովհետև մարդիկ Օրանը ասում են Արմինե Հովհաննիսյան, Ռաֆի Հովհաննիսյան, բայց դա այդպես չէ։ Օրանը չէր կարող կայանալ, եթե չլինեին մարդիկ, ինչպես դուք, որոնք 25 տարի մեր կողքին են եղել, նեցուկ են կանել։ Գիտես, մարդիկ եղել են, որ
երկու հաց են նվիրել, մարդիկ եղել են, որ մեծ գումարներ են նվիրել, եղել են դերասաններ, երգիչներ, որոնք տարբեր ձևերով են օգնել, եղել են շատ ճանաչի նկարիչներ, Ձիթողցյան, Հակոբ Հակոբյան, Արտուր Սարգսյան, Արշակ Սարգսյան, եւ հիմա այս վերջերս մեզ է միացել Մանոն եւ Եփրեմյանը, մարդիկ, որ իրենց կտավներն են նվիրում եւ մեծ սրտով են նվիրում եւ նվիրում են լավագույն իրենց կտավները, որոնք աճուրդի են դրվում եւ այդ դրամը օգտագործվում է օրանի առաքելությունը իրականացնելու։ Դրա համար ես կարծում եմ, որ Աստծո ձեռքը միշտ մեր վրան է, որ կարողացել է այսպես հազարավոր մարդիկ աշխարհով մեկ գան եւ ոչ միայն հայեր ասեմ։ Ես ունեմ դիվանագետներ, դեսպաններ տարբեր երկրներից, որ իրենց առաքելությունը վերջացրել են Հայաստանում, բայց մինչև հիմա ինձ դրամական օգնություն են ուղարկում եւ հենց այս վարքյանին արդեն 1 տարուց ավել է, որ Իտալիայի դեսպանը, որը ուղարկված էր Իտալիայի կողմից Հայաստան, պարոն Ռիչուլին, ինքը 1 տարի է կամավոր աշխատում է օրանում։ Սրանք փաստեր են, որ գալիս են ցույց տալու, որ օրանը մի յուրահատուկ տեղ է, սիրո կղզի կասեի։ Իսկապես, ես ասում եմ, այնքան տպավորված եմ 25-ամյակի նվիրված միջոցառումից, ներկա եմ եղել, շնորհակալություն ձեզանից հրավերքի համար, տիկնոջս հետ դիտում ենք, հետևում ենք այդ միջոցառմանը եւ ներքին հպարտություն կար, որ իսկապես մենք ներկա ենք մի շատ կայացած կառույցի օբելյանական այդ երեկոյին, որտեղ իսկապես այնքան մեծ ծավալի աշխատանք էր կատարվել եւ այնքան շնորհակալ էր այդ գործը, որ ամեն մի ելույթից հետո ներքին հպարտություն ուներ, որ քո ազգը այնուամենայնիվ այդպեսին է, նա միշտ պատրաստ է հատկապես ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել։ Էլ չեմ խոսում ձեր շատ հանրահայտ հյուրերի մասին, որոնք միշտ ինչպես դուք ասացիք, ձեր կողքին են, ինչպես Իտալիայի դեսպանը, ով այսպես կամավոր շարունակում է իր բարեկամությունը օրանի հետ։ Այդ հյուրերին, երբ որ տեսա, նրանց հետ շփվեցի, ես հասկացա, որ օրանի ապագան շատ պայծառ է լինելու եւ շարունակվելու է։ Այն երթը, որ դուք 25 տարի առաջ սկսեցիք, դա մի շատ կարեւոր երթ էր։ Երթ դեպի բարեգործությունը, երթ դեպի մարդկային ջերմ հարաբերությունները։ Եվ ես կուզենայի, որ այն շարունակեիք, այն երկար շարունակվի։ Ու երբ մենք տորենք օրանի 50-ամյակը, դուք նույնպես այսպես հմայիչ նստեք այստեղ եւ խոսենք այդ ծրագրերի։ Առաջիկա ինչ հետարքիր ծրագրեր կան։ Գիտեք, ես միշտ սա ասել եմ եւ ուզում եմ նորից կրկնեմ, որ Երանի այն օրը գա, որ մենք փակենք օրանը որպես մարդասիրական կազմակերպություն եւ այն դարձնենք մշակութային կենտրոն, որ այլևս մարդիկ, երեխաները պետք չունենան այդ տաք ապուրին կամ այդ հագուստին, բայց քանի պետք կլինի, այդ կարիքը կլինի, օրանը կլինի այնտեղ, որովհետև ես ջանք չեմ խնայի, որ կարողանամ, եթե նույնիսկ մի երեխա, երկու երեխա, եւ հենց այդպես էլ սկսել ենք օրանը, մենք օրանը չենք սկսել որպես կազմակերպություն։ Ես եւ Ռաֆին օրանը սկսել ենք 2000 թվականին այդ մութ ցուրտ տարիներին, եւ մենք մտածել ենք միայն մի քանի երեխայի կերակրենք, որովհետեւ դուք լավ հիշում եք, այդ օրերին երեխաներ սկսեցին հայտնվել փողոցում, մուրացիկ երեխաներ, եւ մենք ապշում էինք, ինչպես կարելի է հանդուրժել սոված անոթի երեխաներ կես գիշերին ցրտին մթին փողոցում մի կտոր հաց մուրալու համար եւ մտածեցինք մենք մի 15-16 երեխա օրական կարող ենք կերակրել մեր միջոցներով, բայց Աստված այլ նպատակներ ուներ, այլ ճանապարհ ուներ օրանի համար եւ օրանը մեր բարեկամների, մեր ընկերների շնորհիվ այն մեծացավ եւ դարձավ այն օրինակելի կառույցը։ Ես ուզում եմ, որ իսկապես նա լինի թափանցիկ, լավ աշխատող օրինակելի կառույց, որովհետեւ ես կարծում եմ, որ
բավական չէ միայն մարդկանց օգնելը, այլ պետք է օրինակ ծառայել, թե եթե կա հասարակական կազմակերպություն, այն ինչպես պետք է աշխատի կամ բարեգործական, ինչ թափանցիկություն պիտի ունենա, ինչպես պիտի շփվի եւ իր դոնորների հետ եւ այն մարդկանց հետ, որ օգնում է, դա էլ է շատ կարեւոր, գիտեք, ես ուզում եմ, որ յուրաքանչյուր երեխա, յուրաքանչյուր ընտանիք, որը օգտվում է օրանի բարիքներից, ինքը կարողանա պահի իր արժանապատվությունը եւ յուրաքանչյուր դոնոր, որ օգնություն է տալիս օրանին եւ նրանցից շատերը հենց այդպես էլ ասում են պատիվ է մեզ համար, որպեսզի մենք օգնենք այսպիսի կառույցի, որովհետեւ գիտենք 100% այդ օգնության այդ դրամի գնում է ուղակի այդ երեխաներին, այդ ընտանիքներին։ Իդեպ ասեմ այդ հանդիսավոր երեկոյի ժամանակ օրանի 25-ամյակի նվիրված ելույթ ունեցողներից ամեն մեկն էլ ումից դուք շնորհակալություն եք հայտնում, ասում են ոչ, մենք պետք է շնորհակալ լինենք եւ պատիվ ենք ունեցել օգնելու նման կառույցի։ Ճիշտ եք ասում, ես հիշում եմ, երբ սկսվեցին առաջին այդ դժվարին օրեր, այդ մութ ու ցուրտ տարիներին, ու ես առաջին անգամ եղա օրանում, մտածում էի, լավ, այս մարդիկ չեն մտածում, վաղը թիվը ավելանալու է, ինչպես են կարողանալու տակից դուրս գալ, բայց պարզվեց, որ մեր ժողովուրդը, մեր ազգը իսկապես ամեն ինչ անելու է այն երեխաների համար, որոնք ճակատագրի վերումով հայտնվել են փողոցում, անօթևան, անտուն, եւ երբ ես ավելի մոտիկից ձեզ հետ այդ տարիներին շփվեցի, նույնպես ներքին մեծ հպարտություն ունեի, որ ձեր բարեկամն եմ, ձեր ընկերը եւ իմ առաջ նույնպես խնդիր է դրել ամեն ինչով աջակցել, օգնել, որտեղ իմ ծանոթներին միշտ էի ասում, ուզում եք օգնել, օգնեք օրանին, օրանը դա այնտեղն է, որտեղ ձեր ամեն մի լուման կծառայի իր նպատակին եւ դա շատ կարեւոր է, գիտեք, որևիցե կազմակերպություն եւ մենք գիտենք, որ հազարավոր կազմակերպություններ են ստեղծվում, հետո կյանք չեն ունենում, կամ թափանցիկ չեն աշխատում, մարդիկ վստահություն են կորցնում, այնքան կարեւոր է, որ այդ վստահությունը պահես եւ դրա լավագույն փաստը այն է, որ 25 տարի նույն անհատները շարունակում են մեզ օգնել։ Դուք հիշում եք Ռաֆիրիկյանը հենց այդ օրը ասեց մարդիկ ինձ հարցնում են ինչու օրան ամեն անգամ օրան, որովհետև ասեց լավ են աշխատում եւ թափանցիկ են աշխատում։ Այդ վստահությունը շահելը դա քրտնաջան տարիների աշխատանք է, որը դուք շատ լավ գիտեք, կարող ես մեկ օրում կորցնել, մեկ բառով, մեկ նախադասությունով եւ ինչպես ենք շահում այդ թափանցիկությունը, ինչպես ենք աշխատում, ես ասեմ, առաջին իսկ օրվանից մեր բյուջետի մեծ տոկոսը, այն ժամանակ շատ մեծ տոկոսներ առաջի տարիներին, հիմա անշուշտ ոչ, բայց տրամադրում էինք, որ օդից ստանանք եւ միջազգային կազմակերպությունից, ոչ հայաստանյան, նրանք գալիս էին, մեր ամբողջ ֆինանսները ստուգում էին, մենք վճարում էինք դրա համար եւ հետո իրենք մեզ ռիպորտ էին տալիս, որ մենք կարողանանք մեր դոնորներին ուղարկենք, որ նայեք, դուք այսքան դրամ եք տվել, սրա վրա է ծախսվել այս դրամը, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց դրամական օգնությունը հասնում է տեղ։ Դա շատ կարևոր է։ Շատ կազմակերպություններ իրենց թվում է դե լավ տվեցին դոնորեր, բարի մարդեր, տվեց վերջացավ։ Ես ձեզ վստահեցնում եմ այդ բարի մարդիկ եւ ամենահարուստ մարդիկ, որ մեծ նվիրատվություններ են անում, դուք կզարմացնաք, թե իրենք ինչպես գաղտնի ձևով հետևում են, թե իրենց դրամը ինչպես է ծախսվում։ Ուրեմն այդ վստահությունը պետք է ներշնչենք մարդկանց։ Այո։ Մենք Տիկին Արմինե մի պահ հիմա մեր զրույցը ընդհատում ենք մի շատ հետաքրքիր գովազդային հոլովակով եւ հետաքրքիր առաջարկ ունեմ թե ձեզ, թե այդ հոլովակի, ինչպես ասում են տերեր, խնդրեմ գովազդային հոլովակ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։
Շարունակում ենք ծրագիրը եւ հիշեցնեմ, որ օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն է Փակ TV-ի տաղավարում։ Տիկին Արմինե, մենք դիտեցինք շատ տաղանդավոր նկարիչ Շավար Սիմոնյանի աշխատանքների մասին պատմող այս կարճ գովազդային հոլովակը, բայց ականատեսի աչքերով կարող եմ ասել, որ պարզապես հրաշալի ստեղծագործող է փայլուն։ Եվ ինձ մոտ մտահղացում առաջացավ Շավար Սիմոնյանին իր տիկնոջ հետ հրավիրել օրրան, թող գան ձեզ հետ բարեկամություն անեն։ Դուք ասացիք, որ որոշ միջոցներ, որ դուք ձեռք եք բերում նաև այն նկարիչների, քանդակագործների աշխատանքների աճուրդից, որի գումարը գալիս է հետո օրրան եւ կարողանում եք ձեր հոգալ ձեր ծախսերը։ Ես համոզված եմ, որ Շավար Սիմոնյանն ու նրա կինը Գայանե Սիմոնյանը անպայման կդառնան ձեր լավ բարեկամը, հավատացեք, նրանք երկուսն էլ երկար ժամանակ չէին ապրում են Հայաստանում 3.5 տարի համատեղ կյանքը, մեկը եկել է Ռուսաստանի Դաշնությունից, մյուսը Միացյալ Նահանգներից, բայց համոզված եմ, որ օրանի մասին հասցրել են այս 3.5 տարվա ընթացքում լսել եւ թողան իրենց աչքերով տեսնել, ինչու՞ չէ, կարելի է նաեւ այնտեղ մի շատ հետաքրքիր հանդիպում կազմակերպել։ Շատ սիրով կընդունենք իրենց եւ գիտեք ձեր առաջարկը ինձ հիշեցրեց, երբ որ օրանը նոր էինք սկսել, այն ժամանակ Հակոբ Հակոբյանը տեսել էր պատմություն հեռուստացույցով եւ թերևս հենց ձեր ռեպորտաժներ տեսել, ինքը մի կտավ էր վերցրել եւ լավագույն կտավներից ասեմ իրեն եւ ինքը ավտոբուսով եկել էր Ռաֆի գրասենյակ եւ նվիրել էր այդ կտավը Օրանին եւ այնքան հուզիչ էր այդ պահը, որ այդպիսի մեծ նկարիչ ինքը ուզել էր մաս կազմել։ Դա 25 տարի առաջ էր։ Լուսահոգի Հակոբ Հակոբյանը, հիշենք նաև իրեն, բայց այո, ունենք կտավներ հենց Տիգրան Զիթողցյանը 3 տարի առաջ Միացյալ Նահանգներում նվիրեց իրեն նորից լավագույն գործերից մեկը, որը $36,000 վաճառվեց։ Դուք պատկերացրեք $36,000 քանի երեխայի կկերակրի, քանի ընտանիքի կպահի։ Իհարկե, եւ նման մարդկանց թիվը քիչ չէ։ Շատ են եւ բարիությունը, գիտեք որ ինձ ասում են բարի մարդիկը քչացել են, բարի մարդիկ չկան, ես միշտ ասում եմ ոչ, բարի մարդիկ շատ կան այս աշխարհում։ Ուղղակի չարերը մեկ-մեկ այնպես չարություն են անում, որ այդ բարիները կորցվում են, բայց շատ բարի մարդիկ կան եւ մենք շատ բախտավոր ենք զգում եւ օրհնված, որ այդ բարի մարդիկը հավաքվում են օրանի շուրջ։ Այն կարգախոսը, որ դուք վաղուց դարձել եք երևի ձեր գործունեության հիմնաքարերից մեկը, դա աշխարհը կփրկի բարությունն է։ Այդպես է։ Դուք դրանում բազմիցս համոզվել եք։ Հետաքրքիր է, միայն հայազգի բարերարները, հայազգի մարդիկ են ձեզ օգնում, թե այլազգիները նույնպես։ Չէ, շատ օտարներ են լինում եւ կասեմ ինչպես են գալիս, միշտ գալիս են հայի միջոցով։ Ես արդեն ասացի դիվանագետներն են շատ օգնում, դեսպաններ, որ այստեղ եղել են, ինչ որ ձևով առնչվել են Օրանին, իրենք իրենց առաքելությունից հետո եւ ասեմ մեծ գումարներ են ուղարկում, այդպես չէ որ սիմվոլիկ բաներ են դրանք, իսկ ուղղակի անունները չեմ ուզում տա, որովհետեւ չգիտեմ ինչքան ճիշտ է, եթե իրենք ուզում են հնչեն իրենց անունները, բայց նաեւ գիտեք հայերը բերում են օտարներին, այդպես էլ շատ կա, ասենք այսպեսի շատ գեղեցիկ ավանդույթներ կան Միացյալ Նահանգներում, ասենք եթե լինում է պսակադրություն, ցավով եթե մահ լինում, եւ մարդիկ պետք չունեն այդ նվերներ, իրենք կարող են հյուրերին գրել, որ խնդրում եմ ի հիշատակ կամ ի պատիվ այս օրին ձեր նվիրատվությունը ուղարկեք Օրանին։ Եվ քանի որ իրենց հյուրերի մեջ լինում են օտարներ նաև եւ օտարները արդեն սկսում են ծանոթանալ Օրանի աշխատանքին։ Դուք գիտեք, որ առաջին բանը այս օրերին, երբ որ մարդ ինչ որ մի կազմակերպության անուն կամ անհատի անունն է լսում, ինքը միանգամից Google է անում։ Եվ երբ որ Google ես անում, մենք շատ լավ վեբսայթ ունենք, ուր տեղադրված է ոչ միայն լրիվ տեղեկատվությունը, այլ նկարներով մեր աշխատանքը, նաև մեր ֆինանսական հաշվետվությունը, դրա համար շատ օտարներ, որ այդ առաջի անգամ նվիրատվություն են տալիս հանուն ինչ-որ մի բանի, հետո իրենք շարունակում են այդ նվիրատվությունները։ Նրանց բարեկամությունը ձեզ հետ պարզապես դառնում է պարտադիր այսպես գործընթաց, անկախ իրենց կամքից։ Եվ ես պիտի ասեմ, որ դա իհարկե մեկ անգամ եւս գալիս է հաստատելու, թե իսկապես որքան մաքուր, անկեղծ, թափանցիկ եք դուք աշխատում։ Պատահական չէ, որ Օրանը դա դարձել է այն կառույցը,
որին անվերապահորեն հավատում են թե պետական, թե ոչ պետական կառույցները։ Սա իհարկե հեշտ չի ձեռք բերվել։ Ես հույս ունեմ, որ այս աշխատավոճ, այս գործելակերպը դուք առաջիկայում էր շարունակելու եք եւ միայն ձեզ ուզում եմ առողջություն մաղթել ամենակարևորը։ Շնորհակալություն եւ ես գիտեմ, որ ունենալով ձեր պես բարեկամներ եւ այն հազարավոր մարդիկ, որ օրանի կողքին են, մենք կշարունակենք մեր առաքելությունը։ Դա ասված, որ մի քանի տարի հետո չլինեն կարիքավոր երեխաներ, բայց մինչև որ կշարունակվի կարիքը, մենք այնտեղ կլինենք։ Տիկին Արմինե, մենք տեսեք, խոսեցինք օրանի մասին, շատ հետաքրքիր ինֆորմացիա ստացանք, բայց ես չեմ կարող մի հարց չտալ ձեզ եւ կուզենայի մի պահ շեղվելով մեր խոսակցության հիմնական թեմային, ասեք ինչու է այսօր զբաղվում Ռաֆի Հովհաննիսյանը, ում նույնպես շատ-շատեր անվերապահորեն վստահում եւ ում, ինչպես ասում են, վերադարձին սպասում են։ Ինքը մեծ աշխատանք է անում արցախցի ընտանիքների հետ, այն ընտանիքները, որ կորուստ են ունեցել, ինչ որ առումով քաղաքական դաշտում շփվում է նաև քաղաքական գործիչների հետ, շատ եվրոպական համաժողովներին ներկայացնում է Հայաստանը, Ժառանգություն կուսակցությունը եւ հետամուտ է, որ մեր գերիները Արցախում իրենց վիճակը լուսաբանվի եւ ընթացք տրվի նրանց ազատությանը եւ շատ լավ պապիկ է դարձել, ասեմ ձեզ։ Եվ քանի թորնիկ ունեք։ Հիմա ունենք 2, սպասում ենք 3-ին։ Տեսնում եք ժամանակը ինչքան արագ է թռչում։ Դուք հրաշալի զավակներ ունեք, արդեն բավականին հասունացել են այն ժամանակ երեխաները, 20 տարի, հիմա հասուն մարդիկ, հետաքրքիր է ինչով են զբաղված, ով է գնացել իրենց հոր հետքերը։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ոչ մեկ չի գնացել հոր ետևից, որտեղ քաղաքականությունը շատ անշնորհակալ գործ է, բայց Կարինը, մեր մեծ տղան, ունի հիմնադրամ, որը օգնում է տարբեր տեսակի արտիստների, նկարիչների երգերի, ինքը նաև ֆիլմ, գիտեք, որ ֆիլմի ռեժիսոր, դիրեկտոր է եւ շուտով նոր ֆիլմ կնկարի, նաև նոր գիրք ունի, որ դուրս է գալիս մի քանի շաբաթից եւ կսկսի իր ամերիկյան թուրը, որտեղ գիրքը անգլերեն է, եւ ընդհանրապես Կարինը միշտ փորձում է իր աշխատանքով հայի մշակույթը եւ կերպարը ներկայացնել ոչ թե հայերին ու Հայաստանին, այլ օտարներին եւ դա կարծես իրեն մոտ ստացվում է երեխաները տարբեր աշխատանքներ ունեն իրավաբան ամեն մեկը իր գործով է զբաղվում եւ մենք հպարտենք բոլորի աշխատանքով Եվ ամենակարևորը ասեցիք, որ ուրախ եք, որ ոչ մեկ չի մտնում քաղաքական դաշտ։ Դրա դաժան փորձը դուք ունեք։ Եվ գիտեք ինչ, ես իսկապես եմ սա ասում, ես գիտեմ, որ շատ մարդիկ են ասում, պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի, իր փոքրիկ անկյունում, եթե կարողանա անել լավագույն գործը, դա արդեն մեծագույն ծառայություն է մեր հայրենիքին։ Բիգին Արմինե, ես ուզում եմ, որ մենք առաջիկայում ձեզ հետ անպայման մի համատեղեցպես ծրագիր իրականացնենք, որտեղ այս օրերին մենք անց ենք անցնում պատանի դաշնակահարների մրցույթ, եւ ես հույս ունեմ, երբ ամփոփենք վերջնական արդյունքները մրցույթի, լավագույններին կարելի է մի օր հրավիրել օրրան, որպեսզի նրանք այդ հաղթողները հատկապես իրենց ինքնատիպ համերգով ուրախացնեն օրրանի հատկապես նորեկներին։ Դա հրաշալի կլինի, հրաշալի միտք է։ Համաձայն եք։ Այո, համաձայն եմ։ Դե մենք հաշվենք, որ առաջին պայմանավորվածությունը ունենք, մենք ինքներս կաշխատենք այդ ծրագիրը իրականացնելու վրա, ձեզ չենք տանջի, միայն մեզ պետք է, որ օրրանում դուք մեզ դրամադրեք դաշնամուր։ Մենք սիրով եւ դաշնամուր ունենք եւ տեղ ունենք եւ երեխաները շատ ուրախությամբ կընդունեն։ Ես ասեմ, որ այս օրերին, երբ ես հետևում եմ այդ մրցույթին, պարզապես ապշած եմ մեր տաղանդավոր երեխաների այդքան մեծաքանակ լինելով, պատկերացնում եք, ընդամենը 4 երաժշտական դպրոցների սաներ մասնակցեցին մրցույթում, բայց այնքան դժվար է հաղթողին որոշելը, որովհետև մեկը մյուսից տաղանդավոր։
Ես չգիտեմ, նրանցից ցանկացածին վերցրու եւ տար միջազգային ցանկացած կոնկուրսի մասնակցելու, հավատացեք, առանց մրցանակային տեղի չեն վերադառնա։ Իսկապես լավ երեխաներ ունենք, չէ՞, շատ լավ սերունդ ունենք։ Ով դուք լավ գիտեք մեր տաղանդավոր երեխաների մասին։ Լավ, ես ուզում եմ ձեզ իսկապես մաղթել նորից հաջողություն, հուսով եմ մեր բարեկամությունը ձեզ հետ կշարունակվի, իսկ ինչ որ ասացի կապված ձեր Հիսունամի Հոբելյանի հետ, չմոռանաք, այդ օրը դուք խոստացել եք կազմ ու պատրաստ ներկա լինել։ Աստված եթե կյանք տա։ Կտա Աստված կամենում է դա, որտեղ եթե դու Աստծուն դիմում ես, Աստված երբեք քեզ անպատասխան չի թողում։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Փակ TV-ի տաղավարում մենք հյուրընկալել ենք իսկապես հրաշալի մի անձնավորության, օրորանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին։ Եվ վերջում հրաժեշտից առաջ մի շատ կարևոր հայտարարություն։ Վաղը մայիսի 31-ին ժամը 11:00-ին Փակ TV-ի եթերում դուք կարող եք հանդիպել մեր հայտնի իրավապաշտպան մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի վճռաբեկ դատարանում բազմաթիվ նախադեպային որոշումների հեղինակ փաստաբան Լևոն Բաղդասարյանին։ Փակ TV-ի եթերով նա հանդես կգա հայտարարությամբ կապված Վարդան Ղուկասյանի քրեական գործերի ԱՄՆ-ում իրականացվող դատավարության եւ այլ գործերի հետ։ Այսօր այսքան է։ Ցտեսություն։